12 թվին իմացա իմ կարգավիճակի մասին, միավ դրական կարգավիճակի մասին, երբ որ շատ խիստ հիվանդացա, բացահայտվեց մոտս տուբերկուլոզ, որից հետո նաև միավը, բարկացա հիվանդանոցում, բուժում ստացա տուբերկուլոզի դեմ, զուգահեռ սկսել էինք նաև միավի բուժումը։ Մեր զրուցակիցը պատմում է, այսօր արդեն առողջությունից չի բողոքում, հանգիստ ապրում է կանոնավոր խմելով դեղերը, սակայն վերջերս ուղեկցող հիվանդություն է ունեցել, որի պատճառով պետք է վիրահատվեր։ Ունեի ստամոքսի խնդիրներ և ունեի վիրահատության կարիք։ Ստուգումից հետո բժիշկն էր հաստատում, որ պետքա վիրահատվի։ Սկզբի ժամանակները չէինք ասել միավդրական կարգավիճակի մասին։ Հետագայում, երբ որ արդեն հարցը բարձրացվեց, որ պետքա վիրահատվի եւ ինքը պատրաստ էր օր նշանակել, մենք ճիշտ համարեցինք, որ հիմա ոնց որ ասենք բժիշկին, որ ես ունեմ միավ եւ ոնց որ ինքն էլ էլի պատրաստ լինի եւ ինչ թղթերա պետք բերել զուտ այդ թղթաբանության մասին էր խոսքը, հա։ Երբեք չէի մտածել, որ կարող է ասեն չէ։ Մեր զրուցակիցը ուղիղ հարցրել է, պատճառը միավն է, բժիշկը պատասխանել է, այո, նշելով, որ ինքն է ընտրում, թե ում կարող է վիրահատել։ Ինքը կարար ուրիշ ձև չէ հրաժարվեր, ասեր օրինակ ես չեմ լինելու ստե կամ չգիտեմ աշխատելու եմ ուր օտպուսկ եմ գնում, օրինակ եմ ասում, sense прямой տեքստով չէինք հասկանա, որ դա է իր հրաժարվելու պատճառը։ Դեպքից հետո այլ բժշկի մոտ է այցելել, որն առաջարկել է շարունակել դեղորայքային բուժումը։ Ինքն էլ sense փափուկ ձևով հրաժարվեց, այսինքն չասեց չեմ անելու, բայց sense ոնց որ երկարաձգեց էլի այդ process-ը։ Այնուհետև մեկ այլ բժշկի մոտ է այցելել, իմանալով միավ կարգավիճակի մասին, այս բժիշկը համաձայնել է վիրահատել մեր զրուցակցին։ Վիրահատությունը բարեհաջող է անցել։ Գիտեք, արդեն հույսս կորցրել է եւ ասեցի ոնց որ այս վերջի բժշկի մոտ որ ուղարկեցին, մի հատ նամյոկ լիներ, որ ինքը հրաժարվում է, ես պատրաստ էի արդեն հրաժարվել կյանքից, որովհետև այն ցավերի մեջ, որի մեջ որ ես ապրում եմ այդ ժամանակ, եւ այդ վերաբերմունքը միավով ապրող մարդու հանդեպ, հա, այդ այնքան դաժան էր, որ ուղղակի չէի ուզում ապրել։ Միավով ապրող մարդիկ դեռևս ենթարկվում են խտրականության, նշում է մասնագետը։ Միավով ապրող մարդկանց իրենց միավ կարգավիճակի պատճառով հաճախ մերժում են առողջապահական, սոցիալական տարբեր ծառայություններ եւ ցավոք նաեւ մենք ականատես ենք լինում, թե ինչպես են ընտանիքում ենթարկում խտրականության միավով ապրող անձին։ Մայիլյանի խոսքով խտրականության դրսևորման ձևեր տեսնում են նաեւ ինստիտուցիոնալ մակարդակում։ Թեև Հայաստանում վերջին տարիներին բավականին շատ փոխվել են միավի հետ կապված իրավակարգավորումները եւ ոլորտային բարեփոխումներ են տեղի ունեցել, այդուհանդերձ դեռևս Հայաստանում ունենք մենք խտրականացնող իրավակարգավորումներ, մասնավորապես քրեական օրենսգրքում մենք ունենք 177 եւ 178 հոդվածները, որոնք որ առանձնացված են միայն միավի փոխանցման համար, մինչդեռ սա քաղաքագիրտ աշխարհը համարում է, որ միավի համար առանձին հոդվածներ քրեական օրենսգրքերում չպետք է լինեն, այլ դրանք պետք է ինտեգրված լինեն կյանքին եւ առողջությանը վնաս հասցնելու հոդվածների ներքո։ 1988-ից Հայաստանում հիվանդության ի հայտ գալուց մինչև այս տարվա սեպտեմբերի 30-ը գրանցվել է միավ վարակի 6522 դեպք, 70%-ը արական սեռի ներկայացուցիչներ են, 1455 անձ մահացել է։ Այսօր Հայաստանում միավով ապրող 5067 անձ կա։ Գոյություն ունի նաև հաշվարկային տվյալներ, որը ավելի իրական պատկերն է տալիս մեզ։ Ըստ հաշվարկային տվյալների մոտավորապես 7300 մարդ ապրում է Հայաստանում միավով, որոնցից ընդամենը 5000-ից մի փոքր ավելը գիտեն իրենց կարգավիճակը։ Այս տարվա 9 ամիսների ընթացքում 364 դեպք է գրանցվել։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թիվը մի փոքր նվազել է։ Միավարակ ունի հստակ իր փոխանցման ուղիները, դա սեռական ճանապարհն է, արյան միջոցով եւ մորից երեխային։ Ինչ վերաբերում է արյան միջոցով, դա տեղի ունենում այն ժամանակ, երբ որ համատեղ ներարկման պարագաներ են օգտագործում, դա կարող է լինի ինչպես թմրամիջոց ներարկային օգտագործողների մոտ, այնպես էլ օրինակ բուժհաստատություններում, եթե միևնույն ներարկիչով կամ միևնույն բժշկական գործիքով առանց ախտահանելու, առանց մաքրելու, առանց ախտազերծելու իրականացվի նույն մանիպուլյացիան։ Արզականյանը սակայն նշում է, որ մեր բժշկական հաստատություններում ախտահանումը լավ է իրականացվում եւ հնարավորության դեպքում միանվագ օգտագործման պարագաներ են կիրառվում։ Ինչ վերաբերում է մատնահարդարման սրահներում կամ գեղեցկության սրահներում, այնտեղ նույնպես հավանականությունը շատ քիչ է, գրեթե մորեն տենում է 0-ի, որովհետև
Միավարակը ինքը այդքան էլ հեշտ չի փոխանցվում։ Ըստ մասնագետի գործիքը լվալն ու մինիմալ ախտահանելը բավարար է, որ միավի փոխանցումը կանխվի։ Լիանա Խաչատուրյան, Արամ Հարությունյան, լուրեր։